Պատկերացրեք, դուք անտառում եք, սարերում կամ պարզապես գյուղից դուրս զբոսնում եք, ամեն ինչ խաղաղ է, հանկարծ հեռվում նկատվում է մի կենդանի, սկզբում թվում է շուն է, բայց մի քանի վայրկյան անց հասկանում եք, որ դա գայլ է։ Այդ պահին շատ մարդկանց մոտ առաջին արձագանքը խուճապն է, ոմանք սկսում են փախչել, մյուսները փորձում են գոռալ կամ քարեր նետել, սակայն մասնագետների կարծիքով հենց նման սխալ գործողությունները կարող են իրավիճակը դարձնել ավելի վտանգավոր։ Այս տեսանյութում կխոսենք այն մասին, թե ինչ անել, եթե հանդիպել եք գայլի, ինչ գործողություններից պետք է խուսափել և ինչպես մեծացնել անվտանգ հեռանալու հնարավորությունը, սակայն նախ կարևոր է հասկանալ մի բան. գայլերը վայրի գիշատիչներ են, բայց շատ դեպքերում նրանք խուսափում են մարդկանցից։ Բնության մեջ մարդու հետ հանդիպումը նրանց համար նույնպես անսովոր իրավիճակ է, հենց այդ պատճառով գայլը հաճախ նախընտրում է հեռանալ, եթե չի զգում, որ վտանգված է։ Սակայն լինում են նաև բացառություններ, եթե կենդանին վիրավոր է, հիվանդ է, պաշտպանում է իր ձագերին կամ սովորել է մարդկանց ներկայությանը, նրա վարքագիծը կարող է տարբեր լինել, այդ պատճառով կարևոր է իմանալ ճիշտ քայլերը։ Առաջին և ամենակարևոր կանոնը՝ մի խուճապի մատնվեք։ Խուճապի պահին մարդիկ հաճախ չեն վերահսկում իրենց գործողությունները, արագ շարժումները, բարձր գոռոցները կամ անկանոն վազքը կարող են ավելի լարված դարձնել իրավիճակը։ Եթե նկատել եք գայլին, նախ կանգ առեք և փորձեք գնահատել իրավիճակը, որքան է հեռու նա, նկատել է ձեզ թե ոչ, արդյոք նա պարզապես անցնում է իր ճանապարհով։ Շատ դեպքերում գայլը, տեսնելով մարդուն, ինքն է հեռանում։ Ամենատարածված սխալը փախչելն է, սա ամենավտանգավոր սխալներից մեկն է։ Գայլերը շատ արագ կենդանիներ են, նրանք կարող են զարգացնել մեծ արագություն և երկար ժամանակ պահպանել այն։ Փախչելով դուք ոչ միայն չեք կարողանա գերազանցել նրանց, այլև կարող եք արթնացնել հետապնդման բնազդը։ Դրա փոխարեն ավելի ճիշտ է մնալ հանգիստ, չանել կտրուկ շարժումներ և աստիճանաբար մեծացնել ձեր և կենդանու միջև եղած հեռավորությունը։ Երկրորդ կարևոր կանոնը՝ երբեք մի շրջվեք մեջքով։ Եթե որոշել եք հեռանալ, դա արեք դանդաղ և վերահսկված քայլերով։ Փորձեք հնարավորինս պահել կենդանուն տեսադաշտում առանց նրան երկար և ագրեսիվ նայելու։ Այսպես դուք ավելի լավ կհասկանաք, թե ինչպես է փոխվում նրա վարքագիծը և անհրաժեշտության դեպքում կկարողանաք ճիշտ արձագանքել։ Երրորդ կանոնը՝ աշխատեք ավելի մեծ երևալ։ Եթե գայլը չի հեռանում, փորձեք հնարավորինս հանգիստ բարձրացնել ձեռքերը կամ բացել բաշկոնը։ Եթե խմբով եք, կանգնեք իրար մոտ։ Միասին մարդիկ ավելի մեծ ու վստահ տեսք ունեն, ինչը կարող է ստիպել կենդանուն հրաժարվել մոտենալու մտքից, միևնույն ժամանակ խուսափեք կտրուկ շարժումներից։ Չորրորդ կանոնը՝ խոսեք հանգիստ և վստահ ձայնով։ Շատ մասնագետներ խորհուրդ են տալիս նման իրավիճակում խոսել ցածր, բայց վստահ ձայնով։ Դա կարող է օգնել, որպեսզի կենդանին ձեզ ճանաչի որպես մարդ և չշփոթի այլ կենդանու հետ։ Միևնույն ժամանակ պետք չէ գոռալ կամ խուճապային աղմուկ բարձրացնել, եթե դրա անհրաժեշտությունը չկա։ Հինգերորդ կանոնը՝ երբեք մի փորձեք մոտենալ։ Որոշ մարդիկ ցանկանում են ավելի լավ լուսանկար ստանալ կամ տեսանկար անել վայրի կենդանուն։ Սա կարող է վտանգավոր լինել։ Վայրի կենդանիներին միշտ պետք է դիտել անվտանգ հեռավորությունից, նրանց բնական վարքագիծը կարող է փոխվել ցանկացած պահի։ Վեցերորդ կանոնը՝ եթե ձեզ հետ փոքր երեխաներ կան, աշխատեք նրանց անմիջապես վերցնել ձեր կողքին կամ, եթե հնարավոր է, գրկել փոքր երեխային, որպեսզի նա չսկսի վազել կամ բղավել։ Շատ կարևոր է, որ երեխաները նույնպես հանգիստ մնան և հետևեն մեծահասակի ցուցումներին։ Յոթերորդ կանոնը՝ եթե գայլը չի հեռանում։ Եթե գայլը կանգնել է և շարունակում է հետևել ձեզ, միշտ շտապեք եզրակացնել, որ պատրաստվում է հարձակվել։ Երբեմն վայրի կենդանիները պարզապես փորձում են հասկանալ, թե ով եք և ինչ եք անում իրենց տարածքում։ Այդ դեպքում շարունակեք պահպանել հանգստություն, դանդաղ հետ շարժվեք, առանց կտրուկ շրջվելու։ Եթե ձեր ձեռքին ուսապարկ, փայտ կամ այլ առարկա կա, պահեք այն ձեր առջև։ Դա կարող է ձեզ ավելի մեծ տեսք տալ, բայց մի փորձեք հարձակվել կենդանու վրա, եթե դրա անմիջական անհրաժեշտությունը չկա։ Ութերորդ կանոնը՝ մի փակեք կենդանու նահանջի ճանապարհը։ Եթե գայլը ցանկանում է հեռանալ, նրան պետք է հնարավորություն տալ դա անել։ Երբեմն մարդիկ չգիտակցելով հայտնվում են այնպես, որ կենդանին իրեն անկյուն քշված է զգում։ Այդ իրավիճակում նույնիսկ սովորաբար զգուշավոր գայլը կարող է պաշտպանական վարք դրսևորել։ Հնարավորության դեպքում ընտրեք այնպիսի ուղղություն, որ կենդանուն թույլ կտա ազատ հեռանալ։ Իններորդ կանոնը՝ եթե խմբով եք։ Եթե բնության մեջ մի քանի հոգով եք, երբեք մի ցրվեք տարբեր կողմեր։ Մնացեք միասին։ Խումբը սովորաբար ավելի ազդեցիկ տեսք ունի, և դա կարող է նվազեցնել կենդանու հետաքրքրությունը մոտենալու նկատմամբ։ Խոսեք միմյանց հետ հանգիստ ձայնով, բայց խուսափեք խուճապային գոռոցներից։ 10-րդ կանոնը՝
Հանդիպումից հետո, եթե գայլը հեռացել է, մի փորձեք հետևել նրան։ Շարունակեք ճանապարհը միայն այն ժամանակ, երբ համոզված եք, որ կենդանին հեռացել է անվտանգ հեռավորության վրա։ Եթե կարծում եք, որ գայլը անսովոր վարք է դրսևորել կամ հաճախ է երևում մարդկանց բնակավայրերի մոտ, տեղեկացրեք համապատասխան բնապահպանական կամ իրավասու մարմիններին, որպեսզի մասնագետները գնահատեն իրավիճակը։ Մի քանի տարածված առասպել գայլերի մասին։ Հաճախ կարելի է լսել, որ գայլը տեսնելուն պես անպայման կհարձակվի մարդու վրա։ Իրականում նման պնդումը ճիշտ չէ։ Առողջ վայրի գայլերը մեծ մասամբ խուսափում են մարդկանցից։ Մարդու նկատմամբ ագրեսիվ վարքագիծը համեմատաբար հազվադեպ է և կարող է կապված լինել հատուկ իրավիճակների հետ, օրինակ, եթե կենդանին վիրավոր է, հիվանդ է կամ պաշտպանում է ձագերին։ Մեկ այլ սխալ տարածված պատկերացում այն է, թե պետք է անմիջապես սկսել քարեր նետել կամ հետապնդել կենդանուն։ Նման գործողությունները կարող են ավելի լարել իրավիճակը։ Ամենաճիշտ մոտեցումը հանգստություն պահպանելն ու անվտանգ հեռանալն է։ Եթե պատրաստվում եք զբոսնել անտառում կամ լեռնային վայրերում, նախապես տեղեկացեք տվյալ տարածքի մասին։ Աշխատեք չքայլել միայնակ հեռավոր վայրերում, հատկապես մթնշաղին կամ գիշերը, երբ շատ վայրի կենդանիներ ավելի ակտիվ են։ Քայլելիս խոսեք ձեր ուղեկիցների հետ կամ ժամանակ առ ժամանակ ձայն տվեք, որպեսզի կենդանիները դեռ հեռվից զգան մարդկանց ներկայությունը։ Շատ դեպքերում նրանք կընտրեն հեռանալ, մինչև դուք նույնիսկ կհասցնեք նկատել նրանց։ Գայլի հետ հանդիպումը կարող է վախեցնել ցանկացած մարդու, բայց ճիշտ արձագանքը մեծ նշանակություն ունի։ Հիշեք ամենակարևոր կանոնները։ Մի մատնվեք խուճապի, մի փախեք, դանդաղ հեռացեք, առանց մեջքով շրջվելու, մի փորձեք մոտենալ կամ կերակրել վայրի կենդանուն։ Եթե խմբով եք, մնացեք միասին։ Հնարավորության դեպքում կենդանուն թողեք անվտանգ հեռանալու ճանապարհ։ Բնությունը մարդու տունը չէ, այլ վայրի կենդանիների բնական միջավայրը։ Երբ հարգանքով եք վերաբերվում այդ միջավայրին և պահպանում անվտանգության կանոնները, նման հանդիպումները շատ դեպքերում ավարտվում են առանց վտանգավոր հետևանքների։ Եթե տեսանյութը ձեզ օգտակար էր, սեղմեք հավանելու կոճակը, բաժանորդագրվեք ալիքին և միացրեք ծանոթությունների զանգակը։ Իսկ մեկնաբանություններում գրեք՝ երբևէ տեսել եք գայլ վայրի բնության մեջ և ինչպես կվարվեիք նման իրավիճակում։